Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում մեկնարկել է ներքին ակտիվ քարոզչական փուլը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակում իրականացնել ակտիվ քարոզչություն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել падգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։ Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն թոփ 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքով էլ վերջնականապես կձևավորեն ցուցակի առաջին 50 տեղերը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ առաջիկա օրերին ՔՊ-ականները կենտրոնանալու են սեփական քաղաքական գովազդի վրա, սոցցանցերում հանդես գալով բարձրագոչ հայտարարություններով և ինքնագովազդային ուղերձներով, սակայն թե որքան արդյունավետ կլինի այս մեխանիզմը, վերջնական ընտրության վրա ազդելու առումով դեռ դժվար է կանխատեսել։ Հիշեցնենք, որ դեռ հունվարի 23-ին Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է երկար և բազմափուլ գործընթացի միջով ընտրել 2026 թվականի ընտրություններին մասնակցող ՔՊ առաջատարներին, գործընթացը պահելով խիստ ներքին մրցակցության դաշտում։ Նախատեսվում է, որ ամբողջ ընտրական շղթան 280-ից մինչև 50-ի կրճատումը իրականացվելու է քաղաքացիական պայմանագրի ներսում, պատվիրակների քվեարկությունների միջոցով, որտեղ վճռորոշ դեր կունենա ոչ միայն քաղաքական անցյալը, այլև քարոզչական արդյունավետությունը։